Բարի ուշ գիշեր արգելի հետևորդներ, եթերում ABC լուրերն է, ես Գառնի Թաֆյանն եմ, կարևորը նախամարոտ։ Իսրայելը հարվածում է Իրանի ենթակառուցվածքներին, Թեհրանն էլ զգուշացնում, գիտեն որտեղ է Նեթանյահուն, որ երկրները պետք է անհապաղ լքեն ամերիկացիները, ինչ ցանկ է հրապարակել ԱՄՆ պետքարտուղարությունը, Մոսադի լրտեսներն Իրանում են, ինչպես կարողացան սպանել Խամենեին, Իրանը գործի է դրել նաև տնտեսական զենքը, Հորմուզը կարող է թելադրել խաղի նոր կանոններ, Լիբանանն էլ դարձել է իսրայելական հրթիռների թիրախը, ինչ է կատարվում Բեյրութում, Իրան, ԱՄՆ, Իսրայել պատերազմ, օր 4, կրակը կարող է կուլ տալ ամբողջ տարածաշրջանը։ Իրանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Ռեզա Թալայնիքը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ու Իսրայելն առաջիկայում ստիպված կլինեն դադարեցնել կրակը։ Ներկայացուցչի խոսքով երկրի ռազմավարական հնարավորությունները, սպառազինությունն ու մարտիկների կամքն առաջիկայում փակուղի կկանգնեցնեն ԱՄՆ-ին ու Իսրայելին։ Ավելի վաղ հայտնել էին, որ Իսրայելի պաշտպանության բանակը հարվածել է Թեհրանի կառավարական շենքերին, այդ թվում նախագահ Փեզեշքյանի նստավայրին։ Հարվածի տակ է հայտնվել նաև ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի շենքը եւ Իրանի բարձրագույն ղեկավարության հավաքատեղին։ Պաշտոնյաների սպանության վերաբերյալ պաշտոնական տեղեկություն դեռևս չկա, բայց լրատվամիջոցները հայտնում են, որ Իսրայելի հարվածի հետևանքով զոհվել է Իրանի պաշտպանության նախարարը, որը 3 էր նշանակվել Նասիրզադեի սպանությունից հետո։ Այս ֆոնին Իրանի ՊՆԽ-խոսնակը հայտարարել է, որ յուրաքանչյուր հրամանատարի համար որոշվել է առնվազն 3 իրավահաջորդ։ Եթե հրամանատարներից որևէ մեկը սպանվի, ղեկավարության մեջ վակուում չի առաջանա, ասել է նա։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Սարդար Էբրահիմ Ջաբարին էլ հայտարարել է, որ եթե որոշեն հարվածել Իրանի առանցքային ենթակառուցվածքներին, Թեհրանն էլ կհարվածի տարածաշրջանի բոլոր տնտեսական կենտրոններին։ Թեհրանում հրթիռակոծված դպրոց է այցելել Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային ու հանդես եկել ասուլիսով։ Բաղային շեշտել է, որ Խամենեին մնացել է իր աշխատավայրում, Թեհրանի սրտում, նույնիսկ այն ժամանակ, երբ բոլորը խոսում էին անխուսափելի հարձակման մասին։ Նա զոհաբերեց իրեն հանուն Իրանի, ասել է խոսնակը։ ԱԳՆ խոսնակը եվրոպական երկրներին կոչ է արել ձեռնպահ մնալ Թեհրանի դեմ Իսրայել-ԱՄՆ համատեղ գործողությանը մասնակցելուց, շեշտելով, որ Իրանի դեմ ցանկացած նման գործողություն կդիտարկվի որպես դաշինք Իսրայելի եւ ԱՄՆ-ի հետ եւ պատերազմ Իրանի դեմ։ Ավելի վաղ Գերմանիայի եւ Ֆրանսիայի կառավարությունները հայտարարել էին, որ պատրաստ են ռազմական ուժ կիրառել, եթե Իրանը չդադարեցնի Մերձավոր Արևելքում իրենց դաշնակիցների դեմ անհամաչափ եւ ոչ ընտրողական հարձակումները։ Իդեպ Մինաբում վերջին հրաժեշտն են տվել սպանված 168 դպրոցականներին։ X-ում Թրամփի ավագ եղբոր դուստրը վերահրապարակելով գրառում եւ լուսանկար, որում երևում են Իրանում աղջիկների դպրոցի վրա իսրայելական հարվածի զոհերի համար փորված գերեզմանները, գրել է, որ ոչ ոք չի կարող սա արդարացնել։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ համատեղ ասուլիսի ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անդրադարձել է Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձություններին։ Նա հայտարարել է, որ Իրանը չունի նավատորմ, օդուժ եւ հոբ համակարգ։ Եթե ես չխզեի Օբամայի ստորագրած միջուկային համաձայնագիրը, Իրանն արդեն ոչնչացրած կլիներ Իսրայելը եւ այլ երկրներ։ Իսրայելը մեզ չի ստիպել գործողություններ սկսել Իրանի դեմ։ Մենք բանակցել ենք այդ խելագարների հետ եւ ես զգացողություն ունեի, որ նրանք առաջինը կհարձակվեն։ Իրանի հետ հակամարտության սրման ֆոնին ԱՄՆ պետքարտուղարությունը կոչ է արել բոլոր ամերիկացիներին անհապաղ լքել Մերձավոր Արևելքի տասնյակից ավելի երկրներ։ Նախազգուշացումը վերաբերում է Իրանին, Իսրայելին, Բահրեյնին, Եգիպտոսին, Իրաքին, օկուպացված Արևմտյան ափին եւ Գազային, Հորդանանին, Քուվեյթին, Լիբանանին, Օմանին, Քաթարին, Սաուդյան Արաբիային, Սիրիային, Արաբական Միացյալ Էմիրություններին եւ Եմենին։ Իսրայելի բանակը հայտարարել է Թեհրանում ենթակառուցվածքային օբյեկտներին ուղղված հարվածների մեծ ալիքի մեկնարկի մասին, իսկ Իրանը գիտի Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի տեղը։ Ալի Խամենեի խորհրդական Յահյա Ռահիմ Սաֆավին հայտարարել է, որ գիտեն որտեղ է անցկացվում
Նեթանյահուի մասնակցությամբ նիստերը։ Սա կարծես նախազգուշացում է, որ ենթադրում է, որ Իսրայելի ղեկավարության դեմ հնարավոր պատասխան գործողություններ են պլանավորված։ Իրանի սպանված գերագույն առաջնորդի որդին Մոջթաբա Խամենեին ողջ է։ Մեհր լրատվական գործակալությունը հայտնել է, որ նա այժմ զբաղվում է զոհվածների ընտանիքներին վերաբերող հարցերով եւ քննարկում կառավարության կարևոր հարցերը։ Ի դեպ, իրանական Ֆարս լրատվականը հայտնում է, որ Ալի Խամենեին կհուղարկավորեն հայրենի Մաշհեդ քաղաքում։ Իսկ ինչպես կարողացավ Իսրայելը սպանել գերագույն հոգևոր առաջնորդին։ Միթե դա հնարավոր էր անել մեկ օրում կամ չկային արդյոք արգելքներ Իրանի կարևորագույն գործչին հասնելու ճանապարհին։ Պարզվում է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեիի սպանությունից տարիներ առաջ Մոսադի գործակալները կոտրել են Թեհրանի ճանապարհային երթևեկության տեսախցիկների ցանցը, նրան, նրա թիկնապահներին եւ Իրանի այլ բարձրաստիճան պաշտոնյաներին լրտեսելու համար։ Իսրայելը հասանելիություն է ունեցել մայրաքաղաքի գրեթե բոլոր տեսախցիկներին։ Այդ միջոցով ստացած տվյալներն էլ թույլ են տվել իսրայելական Մոսադին ձեռք բերել մանրամասն տեղեկություններ թիկնապահների հասցեների, աշխատանքային գրաֆիկի եւ այն մասին, թե ում էին նրանք պաշտպանում։ Հաքերային հարձակումները տարիներ շարունակ իրականացված հետախուզական արշավի մասն էին, որն ի վերջո հանգեցրեց Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի սպանությանը։ Իսրայելի ռազմական բազաներից ուղարկված ինքնաթիռները մինչև 30 ճշգրիտ հրթիռ արձակեցին նրա գտնվելու վայրի ուղղությամբ։ Իսկ ինչ է Մոսադը։ Կազմակերպության մասին կան բազմաթիվ պատմություններ, գործունեության մասին ֆիլմեր ու սերիալներ, որոնք ներկայացնում են իսրայելական այս ցանցի նպատակը, թիրախներն ու դրանց հասնելու գործիքները։ Իսկ իրական են արդյոք այս պատմությունները, թե պարզապես ժամանակի ընթացքում ուռճացվել են առեղծվածի շղարշը գցելով այս կազմակերպության վրա։ Սեդա Կիրողյանի ռեպորտաժում։ 1960 թվական, Բուենոս Այրես։ Մերսեդես-Բենցի բարձրաստիճան աշխատակից Ռիկարդո Կլիմենտեն թույլ է տալիս չարաբաստիկ սխալ, ուշանում է ավտոբուսից, սովորական պատմություն է, չէ՞։ Բայց Ռիկարդոն չէ, այլ Ադոլֆ Այխմանը, հոլոքոստի ճարտարապետը, եւ այս ուշացումը դառնում է ճակատագրական։ Նրան առևանգում են եւ տեղափոխում ամայի շինություն, հարցաքննում են 9 օր ինքնությունը պարզելու համար, եւ նա խոստովանում է։ Գաղտնի գործակալը նրան ստիպում է ստորագրել համաձայնություն Իսրայել տեղափոխվելու համար, սակայն ինչպես տեղափոխել աշխարհի ամենավորոնվող հանցագործին՝ մյուս մայրցամաք, համարձակ եւ միաժամանակ աբսուրդային լուծմամբ։ Նրան հագցնում են Էլ Ալավիա ընկերության աշխատակցի համազգեստ, նստեցնում ինքնաթիռ եւ դուրս բերում Արգենտինայից, առանց կասկած հարուցելու։ Տեղափոխվենք ավելի քան 6 տասնամյակ առաջ, 2026 թվական, Իրան։ Տարիներ շարունակ Թեհրանի քաղաքային տեսախցիկները գտնվում են թշնամի պետության հատուկ ծառայությունների վերահսկողության տակ։ Դեռ 4-5 տարի առաջ պլանավորվում է սպանություն, որը փոխելու է տարածաշրջանի ճակատագիրը։ Փետրվարի վերջին օրը հրթիռակոծվում է Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի նստավայրը։ Տարբեր դարեր, տարբեր մայրցամաքներ, բայց նույն ձեռագիրը՝ Մոսադ, աշխարհի ուժեղագույն արտաքին հետախուզական ծառայություններից մեկը։ Նրա գործունեության հիմքում մեկ սկզբունք է. սպառնալիքը պետք է վերածվի դեռևս ձևավորման փուլում։ Վերջին տասնամյակում Իսրայելը համաշխարհային ցանցերում ֆիզիկական ներկայությունը փոխարինել է վիրտուալ ներկայությամբ։ Լսած կլինեք Pegasus վիրուսի մասին։ Դրա ստեղծողը իսրայելական NSO գրուպն է, որը գործում է Իսրայելի պետական արտոնագրի ներքո։ 2021-ին աշխարհի շուրջ 80 լրագրողներ 17 լրատվամիջոցներից բացահայտել էին Pegasus-ի թիրախում են հայտնվել 50,000 հեռախոսահամարներ, որոնց մեջ էին Էմանուել Մակրոնի, Հնդկաստանի ղեկավարության, սպանված արաբ լրագրող Ջամալ Խաշոգջիի ամբողջ շրջապատի բջջային համարները։ Սա դարձավ լուրջ քաղաքական սկանդալների պատճառ։ Քաղաքական սկանդալները, սակայն, հեշտությամբ չեն հարթվում։ 1970-ականներին Մոսադը եվրոպական մայրաքաղաքներում, Փարիզում, Աթենքում, Հռոմում, Նիկոսիայում մասսայական սպանություններ էր իրականացնում։ Գործակալները սպանում էին պաղեստինցիներին, որոնց կասկածում էին օլիմպիական խաղերին հրյա ատլետների սպանության համար։ Հետագայում արտահոսած փաստաթղթերը ցույց տվեցին, որ այդ գործողությունները հաճախ իրականացվել են առանց ընդունող երկրի պաշտոնական թույլտվության, ինչը լրջորեն սրեց
Եվրոպայի եւ Իսրայելի հարաբերությունները։ Թվում է միասնական եւ անխոցելի համակարգ, սակայն միֆականացված կերպարը ճաքեր ունի։ Մոսադի միֆականացման միջոցով կառույցի անհաղթահարելի կերպարի ստեղծումը Համասի հարձակման ժամանակ չարդարացրեց իրեն, Reuters-ն էր բացահայտել։ Իսրայելի Մոսադը փաստացի ձախողել էր, չկարողանալով կանխարգելել 2023-ին Գազայի վրա Համասի հարձակումը։ Մոսադի պատմությունը ցույց է տալիս, երբեմն մեկ ուշացում, մեկ գործողություն կամ մեկ սխալ կարող է փոխել պատմության ընթացքը։ Ավելի քան կես դար անց նույն կառույցը շարունակում է գործել նոր տեխնոլոգիաներով եւ նոր մեթոդներով։ Պետական համակարգին ենթակա լինելով այն շարունակում է մնալ միջազգային քաղաքականության ամենաազդեցիկ եւ ամենախորհրդավոր դերակատարներից մեկը։ Սեդա Գյուրեղյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։ Միացյալ Նահանգների հետախուզական ծառայությունն էլ հայտարարել է, որ Իրանը եւ նրա դաշնակիցները կարող են հարձակվել ԱՄՆ-ի դեմ ի պատասխան շաբաթ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի սպանության։ Սակայն հետախուզությունն ասում է, որ լայնածավալ ֆիզիկական հարձակման հավանականությունը քիչ է։ Ըստ ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմի, կարճաժամկետ հեռանկարում հիմնական մտահոգությունն այն է, որ իրանցի հաքերները կիբերհարձակումներ կիրականացնեն ամերիկյան ցանցերի դեմ։ Իրանի վրա ԱՄՆ-ի ու Իսրայելի հարձակումից հետո խցանումներ են Թուրքիա-Իրան սահմանային անցակետերում, հատկապես SND-ը սահմանային անցակետում մեծ կուտակումներ է։ Նշվում է, որ ռազմական ակտիվությունը եւ տարածաշրջանում լարվածության աճը բացասաբար են ազդել սահմանային առևտրի եւ լոգիստիկայի վրա ու դրա պատճառով սահմանին մոտ 2 կիլոմետրանոց խցանումներ են առաջացել։ Բեռնատարների ստուգման դանդաղ ընթացակարգը մեծ խցանումներ է առաջացրել եւ Թուրքիայից Իրան բեռներ տեղափոխող բազմաթիվ բեռնատարներ շարունակում են սպասել մաքսային տարածքում եւ դրա շրջակայքում։ Բեռնատարի վարորդներից մեկը նշել է, որ արդեն 5 օր է սպասում է սահմանային անցակետում եւ բոլոր վարորդները դժվար վիճակում են տարածաշրջանում տիրող անորոշության եւ տեխնիկական խնդիրների պատճառով։ Ըստ նրա, նույնիսկ կապ չեն կարողանում հաստատել ընտանիքի անդամների հետ, քանի որ ինտերնետ չկա։ Բացի այդ, կան հիգիենայի խնդիրներ ու սնունդը վերջանում է։ Իրանը գործի է դնում իր տնտեսական զենքը, Հորմուզի նեղուցը։ Փակել է աշխարհի նավթային շնչափողը։ Մի քանի տասնյակ կիլոմետր լայնությամբ այս ջրային ուղին ապահովում է աշխարհի նավթի զգալի մասը, եւ դրա փակումը կարող է փոխել խաղի կանոնները, որոնք կթելադրի Թեհրանը։ Որն է Իրանի ուղերձը, ռեպորտաժում։ Հորմուզի նեղուցը փակվեց ճիշտ այն պահին, երբ Թեհրանի երկնքում լսվեցին առաջին պայթյունները եւ գործի դրվեց ՀՕՊ համակարգը։ Ռազմական գործողությանը զուգահեռ Իրանը աշխարհին ուղարկեց ոչ միայն հրթիռային, այլև հստակ քաղաքական ուղերձ։ Հորմուզի նեղուցը աշխարհի էներգետիկ ամենազգայուն եւ կարևոր կետերից է։ Սա Իրանի ռազմավարության մասն է, որը կարելի է անվանել նաև զսպման ռազմավարություն, ինչ իրենից ենթադրում է այնպիսի գործողություններ, որոնք կառաջացնեն հնարավորինս մեծ հակազդեցություն գերիշխող ուժի նկատմամբ։ Այս պարագայում գերիշխող ուժը Միացյալ Նահանգներն է, որի նկատմամբ Իրանի գործիքները, հակազդման գործիքները հիմնականում եթե հրթիռային են, ապա ավելի փափուկ գործիքների մասին եթե խոսենք, ապա ավելի փափուկ գործիքներից կամ ոչ ռազմական գործիքներից մեկը հենց էներգակիրների ճանապարհի փակումն է։ Այս նեղուցը Թեհրանի ձեռքում վաղուց դիտարկվում է որպես ռազմաքաղաքական ճնշման գործիք, որը գործի է դրվում այն պահին, երբ Իրանը ցանկանում է ուղիղ եւ բարձրաձայն մեսիջ ուղարկել աշխարհին։ Իրանի հիմնական շահը այնստեղ հստակ է ցույց տալ, որ պատերազմը կարող է դիտարկվել ոչ միայն Իրանի եւ Միացյալ Նահանգների համատեքստում, այլև վերածվել գլոբալ անվտանգության խնդրի։ Հորմուզի նեղուցի փակմամբ Թեհրանը փաստացի հայտարարում է, որ եթե հարվածում են Իրանին, ապա դրա հետևանքները կարող է զգալ ամբողջ աշխարհը։ Պատերազմ է գնում Իրանի դեմ եւ Իրանը գնում է բոլոր հնարավոր քայլերին։ Քայլերից մեկը նաեւ Հորմուզի փակելն է, որը այսինքն պատերազմ է առանց որևէ կանոնների։ Այստեղ մեսիջի, այստեղ Իրանի գոյության խնդիրն է եւ Իրանում կա ղեկավարություն, կորպորատիվ ղեկավարություն, որը պատրաստ է ամեն ինչին։ Ինչ եմ ասում կորպորատիվ ղեկավարություն, որովհետեւ Իրանի ղեկավարությանը հերթական անգամ սպանելով, այսինքն սպանելով ռազմական ղեկավարներին, քաղաքական ղեկավարներին, հոգեվոր ղեկավարներին, բայց այնուամենայնիվ Իրանը չի կորցնում իր կառավարման համակարգը, այսինքն սա խորքային պետություն է եւ այդ խորքային պետությունը պատրաստ է գնալ ամեն ինչի
Նեղուցի փակումը նաև ներքին քաղաքական հաշվարկ է պարունակում։ Իրանի իշխանությունները դրանով ցույց են տալիս սեփական հասարակությանը, որ երկիրը ոչ թե պաշտպանվում է, այլև վերահսկում է իրավիճակը եւ կարող է թելադրել խաղի կանոնները։ Սա կարևոր է հատկապես երկարատև ճգնաժամի պայմաններում իշխանության լեգիտիմությունը պահպանելու համար։ Դրանից զատ նեղուցի փակումը Իրանի ռազմավարության մաս է Միացյալ Նահանգների ազդեցությունը նվազեցնելու համար։ Իրանի թիվ 1 խնդիրը այս պահին ներհասարակական համերաշխության ապահովումն է։ Հիմա բնականաբար հաղթող կամ գոնե թե հաղթանակի հույս ունեցող հասարակությունները արագ են մոբիլիզացվում իրենց իշխանությունների նկատմամբ, իսկ այն հասարակությունները, որոնք վստահ են, որ կա պարտություն, նրանց մոբիլիզացնել տվյալ իշխանության շուրջ բավականին դժվար է։ Դանիելյանի վերլուծությամբ Միացյալ Նահանգներն ու Իսրայելը պատրաստ չեն երկարատև պատերազմի, իսկ Եվրոպան զգալիորեն կախված է էներգակիրներից, ինչը նրանց ավելի խոցելի է դարձնում։ Հորմուզի նեղուցի փակումը նրա գնահատմամբ միայն տնտեսական կամ ռազմական քայլ չէ, դա համադրություն է զսպման, ուժի ցուցադրման եւ քաղաքական ուղերձի, որն ուղղված է ամրապնդելու Իրանի դիրքը եւ տարածաշրջանում եւ գլոբալ քաղաքական խաղերում։ Մենք չգիտենք այս ամեն ինչը ինչով կվերջանա, բայց կարծում եմ երկարատև պատերազմի ռեսուրսներ, այնուամենայնիվ Արևմուտքը եւ Իսրայելը, առաջերտին Իսրայելը եւ Միացյալ Նահանգները չունեն։ Եթե սա մի քանի շաբաթ տևի, ապա ես կարծում եմ Իրանը չնայած մեծ կորուստներով, բայց կկարողանա պահպանել իր պետականությունը։ Հորմուզի նեղուցի փակումը դարձել է Իրանի ռազմավարական ազդանշանը, որը համադրում է քաղաքական, տնտեսական եւ ռազմական բաղադրիչները։ Դրանով Թեհրանը ցույց է տալիս, որ ոչ միայն վերահսկում է սեփական տարածքը, այլև կարող է ուղղորդել գլոբալ գործընթացները, ընդգծելով իր դիրքը տարածաշրջանում եւ միջազգային քաղաքական դաշտում։ Փորձագետները կարծում են, որ այս քայլը ուղերձ է թե ներքին լսարանին, թե արտաքին կողմերին։ Այն ցույց է տալիս, որ Իրանը պատրաստ է կիրառել բոլոր հնարավոր միջոցները իր պետականությունն ու ռազմավարական շահերը պաշտպանելու համար եւ որ աշխարհի խոշոր խաղացողները ստիպված են հաշվի նստել այդ պատրաստակամության հետ։ Մեծ Բրիտանիայում բնական գազի գինն աճել է 26%-ով։ 2023 թվականի հունվարից ի վեր սա ամենաբարձր ցուցանիշն է։ Նման աճը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ իրանական անօդաչուի հարվածից հետո Քաթարը դադարեցրել է հեղուկացված բնական գազի արտադրությունն իր Ռազ Լաֆան համալիրում։ Հորմուզի նեղուցով հոսքերն արդեն իսկ դանդաղել էին եւ չնայած Քաթարի հեղուկացված բնական գազի մեծ մասն արտահանվում է Ասիա, եթե վիճակը երկար անկայուն մնա, կսրվի բեռների համար համաշխարհային մրցակցությունն, իսկ Եվրոպայում կբարձրանա գազի գինը։ Ինչ հետևանքներ կունենա այս զարգացումը եւ որքանով է խոցելի Հայաստանը, Սեդա Մակարյանի ռեպորտաժում։ Իրանում ռազմական էսկալացիան արդեն դուրս է եկել զուտ քաղաքական հակամարտության շրջանակներից եւ տեղափոխվել համաշխարհային տնտեսության դաշտ։ Իրանը փակել է աշխարհի ամենակարևոր էներգետիկ ուղիներից մեկը՝ Հորմուզի նեղուցը։ Այդ նեղուցով իրականացվում է համաշխարհային նավթի մատակարարումների մոտ 1/5-ը։ Դրա փակումը համաշխարհային շուկաներում քաոս է առաջացրել։ Միացյալ Արաբական Էմիրությունները, Քուվեյթը եւ այլն հանդիսանում էին մեծ ֆինանսական կենտրոններ եւ այս պահին նրանց ոչ միայն նավային, այլ նաև օդային կապը աշխարհի հետ փակված է եւ սա բերում է որոշակի կրիզիսային իրավիճակների, երբ որ այս պետությունները այսպես երկար տարիներ ապահովված լինելով Ամերիկայի Միացյալ Նահանգներից այս պահին չգիտեն կամ դժվարանում են հասկանալ, թե իրենց ապահովվածության աշճանը հետագայում որտեղից ակնկալ են։ Իրանի շուրջ ընթացող պատերազմի եւ Հորմուզի նեղուցի փակման հետևանքով տարածաշրջանը կանգնած է էներգետիկ ճգնաժամի վտանգի առաջ։ Նավթի, բենզինի եւ բնական գազի համաշխարհային մատակարարումները խաթարվել են, ինչն արդեն հանգեցրել է գնաճի։ Նեղուցով է անցնում աշխարհի նավթի եւ նավթամթերքների զգալի մասը, նաեւ հեղուկ բնական գազի որոշ մատակարարումներ դեպի արևելյան եւ հարավային Ասիա։ Գործընթացը, եթե պատերազմը շարունակվում է, բարձր այս գործընթացը կանգ չի առնում։ Նկատում եմ նավթի գների թանկացումը։ Նույնը վերաբերում է նաև գազին, քանի որ Քաթարը դադարեցրել է գազի արտահանումը, որի ամենամեծ շուկան Եվրոպան է, դա բերել է նա, որ Եվրոպայում գազի գնը մոտավորապես 50%-ով թանկացել է։ Մասնագետների գնահատմամբ բենզինի եւ դիզվառելիքի գների աճը մեծացրել է տրանսպորտային եւ առևտրային ծախսերը։ Նավթի գինը հասել է $82, արձանագրելով շուրջ 13% աճ։ Հեղուկ բնական գազի գինն էլ ավելացել է մոտ 40%-ով։
փոփոխությունները զգալի են արդեն իսկ նավթի գինը, որը մի քանի օր առաջ $60 բարելի համար բարձրացել է եւ շուտով ակնկալվում է, որ $100 եւ ավել կհատի, ոսկու գինն է թանկանում, դոլարն է ընկնում, այստեղ խնդիրը անում է, որ պարսկական ծովացողից եկող նավթը եւ այլ նավթամթերքը կազմում է ընդհանուր աշխարհի արտադրության 20%-ը եւ սա տարբեր խնդիրներ է առաջացնում, հատկապես Եվրոմիության համար։ Տարածաշրջանի երկրները, մասնավորապես Հայաստանը, կանգնած են լուրջ մարտահրավերների առաջ։ Տնտեսագետները նշում են, առանց այդ էլ բնական գազի մատակարարումները սահմանափակ էին։ Հայաստանն ունի ցամաքային սահման Իրանի հետ եւ ռազմական լարվածությունը կարող է խաթարել նաեւ ներմուծման ուղիները, լրացուցիչ ճնշում գործադրելով տնտեսության վրա։ Սա ընդհանուր ազդում ամբողջ աշխարհում բենզինի գների թանկացմանը։ Այս պայմաններում իսկ Միացյալ Նահանգները, որը նավթի խոշոր արդյունք անող, բենզինի գները թանկացել է։ Այսինքն ամենուրեք բենզինի գները թանկանալու, այդ թվում նաև Հայաստան։ Սա կազդի նաև գազի գների վրա։ Եթե Հորմուզի նեղուցը երկար ժամանակ փակ մնա, էներգետիկ ճգնաժամը կարող է վերաճել տնտեսական եւ սոցիալական ճգնաժամի, իսկ Իրանն այս հարցում վճռական է տրամադրված։ Իսլամական պետությունը հայտարարել է, որ առանց բացառության կհարվածի ցանկացած նավի, որը կփորձի անցնել նեղուցով։ Աշխարհագրությունն այս պահին կրկին դարձել է քաղաքական եւ տնտեսական գործընթացների առանցքային գործոն։ Սեդամ Ակարյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Քաթարի արտգործնախարարությունը հայտնել է, որ չեն մասնակցել Իրանի դեմ ԱՄՆ-ի եւ Իսրայելի գործողությանը, սակայն ինքնապաշտպանության իր իրավունքի շրջանակում հետ է մղում իրանական հարձակումները։ Իսկ Լիբանանը մնում է Իսրայելի հիմնական թիրախներից մեկը։ Երկրի առողջապահության նախարարը հայտնել է, որ Լիբանանում մարտի 2-ից ի վեր Իսրայելի հասցրած հարվածների պատճառով կա 40 զոհ եւ 246 վիրավոր։ Բեյրութում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի մինչև հետագա ծանուցումը։ Լիբանանում բնակիչները լքում են տները։ Իսկ ինչ վիճակ է հայերի շրջանում, գործընկերս զրուցել է լիբանանահայ Ծովակ Թազյանի հետ։ Հարավային Լիբանանի մեջ արդեն գացությունը այնքան կեշ էր, որ ժողովուրդը սկսավ լքել իր բնակարանները եւ ուղղվել դեպի ավելի ապահով շրջաններ եւ ցավալի էր այն վիճակը, որ երեք, այսինքն դեպի հարավային Լիբանանեն դեպի Բեյրութ խջողումը անդանելի էր եւ ժողովուրդը ճշմարտաբար ապահովական այդ լարված մթնոլորտի մեջ ստիպեցան ժամերով մնալ ճամփաներում մեջ եւ որբեսի հասնին Բեյրութ, որբեսի հասնին ավելի ապահով շրջաններ։ Քաղաքականներուն թիվը շատ մեծ է, հայեր չկան այդ շրջաններում մեջ, հայերը ավելի կենտրոնական Բեյրութի եւ դեպի հյուսիսային Լիբանանի շրջաններում մեջ են ավելի եւ բեկա անշուշտ, սակայն դակավին այս շրջանները մասամբ ապահով են եւ հայկական շրջանները դրված լալով, որ այդ տեղերն են, այդ շրջաններում մեջ են, դակավին մասամբ կրնան կսել ապահով են, ոչ անշուշտ 100-100։ Սփյուռքի հանձնակատարի գրասենյակն էլ հայտնել է, որ Իրանի հայ համայնքի հետ շուրջօրյա կապ պահպանելը դժվար է կապի խափանումների պատճառով։ Վերջին տվյալով հայերի շրջանում տուժած կամ զոհ չկա։ Երեկ եւ այսօր երկու հայ Իրանի ցամաքային անցակետով ժամանել է Հայաստան։ Արտգործնախարարությունն էլ գործընկերոջս հայտնել է, որ Մասկատ-Երևան թռիչքով ի թիվս այլ անձանց Հայաստան է վերադարձել Հայաստանի 15 քաղաքացի։ Մեծի տան Կիլիկիո կաթողիկոսությունը հայտարարություն է տարածել Արամ առաջին կաթողիկոսը մտահոգությամբ հետևում է Մերձավոր Արևելքի հայկական համայնքներում ստեղծված վիճակին եւ մշտական կապի մեջ է նրանց հետ։ Արամ առաջինը կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները բոլոր տարածաշրջաններում եւ այս հարցերի արդար լուծումը գտնել քաղաքական բանակցությունների միջոցով։ Հայտարարության մեջ ասված է, որ պատրաստ են անել ամեն ինչ թեմերի աշխատանքին աջակցելու եւ նրանց կարիքները հոգալու համար։ Ի դեպ այսօր մարտի 3-ի երեկոյան Արամ առաջինի նախագահությամբ կգումարվի կենտրոնական ազգային վարչության արտակարգ նիստ։ Իսկ պաշտոնական Երևանի կեցվածքը չի փոխվում։ Արտաքին գերատեսչության ղեկավարը հեռախոսով զրուցում է տարբեր երկրների գործընկերների հետ, նախարարությունն էլ պարբերաբար տարածում է հայտարարություններ։ Իսկ Թեհրանը հստակ հայտարարում է, Իրանում տեղի ունեցողն ուղիղ ազդեցություն ունի Հայաստանի վրա։ Սակայն գործող իշխանության ներկայացուցիչների խոսույթը չի փոխվում։ Հյուսիսում պատերազմ է, հարավում պատերազմ է, իսկ մենք այդ ֆոնին Ադրբեջանի հետ խաղաղություն ենք բերել, հայտարարել է Ալեն Սիմոնյանը։ Շատ ցավում եմ այն զոհերի համար, որոնք որ
լինում են եւ հույս ունենք, որ հնարավորինս կարճ կտևի, որովհետեւ անմիջականորեն մեր հարևանի հետ է տեղի ունենում եւ դա չի կարող մեզ չանհանգստացնել։ Միևնույն ժամանակ հասկանում ենք, որ դա շատ մեծ աշխարհաքաղաքական, թերևս ամենամեծ աշխարհաքաղաքական պատերազմներից մեկն է, որը որ Փառք Աստծո մեր հետ որևիցե ձևով կապ չունի եւ պետք է ամեն ինչ անենք, որ մենք այդ խնդրի մեջ այդ կարող եմ վերջացնեմ, այդ համատեքստում կարող եմ վերջացնել, շնորհակալ եմ։ Եվ հույս ունենք, որ որևիցե ձևով Հայաստանի շահերին դա չի դիպչի, միևնույն ժամանակ շատ հաճելի է, որ երևի պատմության մեջ, ասենք տեսնում եք, հյուսիսում պատերազմ է, արևելքում պատերազմ է եւ մենք այդ ֆոնին կարողացել ենք Ադրբեջանի հետ միասին խաղաղության եզրեր ենք գտել եւ խաղաղություն ենք կառուցում։ Իդեպ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը Սպուտնիկ Արմենիային հայտնել է, որ Ռուսաստանի Դաշնության 31 քաղաքացի արդեն հատել է Իրան-Հայաստան սահմանին Օրդուս Ագարակ անցակետը։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում, TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abc-media.am։ ABC լուրերի հաջորդ թողարկումն առավոտյան ժամը 9-ին է, եթերում կլինի Սվետլանա Պետրոսյանը, բարի գիշեր։